Սիրելի հայրենակիցներ, այստեղից խոսքս ուղղում եմ բոլոր մեր հայրենակիցներին, որոնք հիմա այստեղ սահմանադրական դատարանի մոտը չեն։ Թող որևէ մեկից չթվա, որ վաղը որևէ հրապարակում բողոքի ցույցի ժամանակ այստեղ Ավետիք Թալաբյանի լուսանկարն է, Անդրանիկ Թևանյանի, հարյուրավոր մեր հայրենակիցների, որոնք այսօր բանտում են։ Նիկոլը գալույա բոլորի տները, Նիկոլը գալույա բոլորի տները և այս իշխանության ընտրական կեղծիքները, որը բողոքարկում են մեր փաստաբանները սահմանադրական դատարանում, չեն ավարտվել ընտրությունների օրով։ Այսօր շարունակում են կեղծել։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այս իշխանությունը հունիսի 2-ին ազգային ժողովում արտահերթ նիստով ափալ-թափալ փոխելու է ընտրական օրենսգիրքը, որի արդյունքում սիրելի 100 հազարավոր քաղաքացիներ, ում հայրը, ամուսինը, եղբայրը, ազգականը սոցիալական բեռի պատճառով ամիսներ շարունակ ապրում, աշխատում է արտագնա աշխատանքով, փոխելու են օրենքը, այդ մեր բոլոր հայրենակիցներին զերկելու են ընտրության մասնակցելու իրավունքին։ Այս իշխանությունը ամեն օր օրենք խախտելով գնում է բոլորիդ հետևից։ Եվ իրականում այս սահմանադրական դատարանը անկախ նրանից, թե ամսի 4-ին ինչ որոշում է կայացնելու, այս տարվա ընտրությունները այն համատարած կեղծիքներով, վարչական լծակներով, անօրինականություններով հարյուրավոր մեր քաղաքացիներին, շտաբներից աշխատակիցներին ձերբակալելով դարձրեց այլևս համատարած անվստահ ընտրություններ։ Ինչ էլ որոշի սահմանադրական դատարանը, այս ժողովրդի պատմության մեջ 26 թվականի խորհրդարանական ընտրությունները մնալու են ոչ լեգիտիմ, մնալու են կեղծված, մնալու են հանցագործների ձեռքով մեծ հանցագործություն։ Եվ մի օր այդ բոլոր հանցագործները համայնքի ղեկավարներ լինի, տարբեր պարտիաներ լինեն, այդ բոլոր հանցանքների համար պատասխան են տալու, բայց նորից կրկնում եմ, են մեր բոլոր հայրենակիցները, ովքեր այստեղ չեն, ովքեր մտածում են, որ իրենց տանը իրենց համար ապահով է, մոռացեք, Նիկոլը գալու է բոլորի տները, ոնց որ եկել է այս տարիների ընթացքում, հիմա ձեզնից շատերը լսում են այս ազգականին, այն ազգականին, որ ուրախության, տխրության պատճառով մի քանի օրով եկել է Երևան, Հայաստան, ստիպելով տանում են 25 օրյա վարժական հավաքների, արատավորում են մեր բանակը, արատավորում են մեր առաջնագիծը, մեր անվտանգությունը, մենակ իրանց կարողանան պահել։ Ու շնորհակալ եմ բոլոր են մեր հայրենակիցներին, ովքեր անցնող ամիսներին, ընտրարշավի ժամանակ իմանալով, որ ամեն մեկի տունը, առավոտը 7-ին, քննիչն ու ոստիկանը գալու է, մինչև վերջ կանգնեցին, ամեն ինչ արեցին, սրանց հեռանալու համար։ Եվ վստահ եմ, ձեր պայքարը, ձեր արդյունքը ունենալու է վերջնական հաղթանակ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։